Գերմանիայի կանցլերը Մերցը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, մինչ այդ եղել էր Մերց-Ալիև հանդիպումը եւ ինչպես նկատում ենք եվրոպական երկրները, ազդեցիկ երկրները Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, կներեք, իրենց ձեռքը պահում են այս տարածաշրջանում խաղաղության օրակարգի կամ զարգացման օրակարգի զարկերակին։ Ալիև, ուրեմն Փաշինյան, տեղ-տեղել իհարկե Կոբախիձե, ջանում են, որ այստեղ խաղաղությունը դառնա հնարավորինս երկարատև, ամեն կերպ ցույց են տալիս, որ իրենք չեն մոռանում տարածաշրջանը իրենց համար շատ կարևոր է։ Եվրամիությունը ուզում է, որ հարևանները փորձանքի պուն չլինեն, հերթական աղետի, հերթական ներգաղթի, հերթական փախստականների, պատերազմների գումարած իհարկե հաղորդակցության օղիները։ Միջին միջանց կոչվածը Ասիայից արևելյան, հարավ-արևելյան Ասիայից ճանապարհներից մեկը, լայն իմաստով, լայն ճանապարհ էլի, անցնում է Ադրբեջան, Հայաստան, Վրաստանով։ Իրանով անցնող ճամփեքը միշտ ինչ-որ ռիսկերի են ենթարկվում, Ռուսաստանով անցնող ճամփեքը, օրինակ Ռուսաստանով անցնող մեկ ճանապարհի վրա այսօր երկու հատ Վալդբերիզի պահեստ են պայթեցրել ուկրաինացիները, Նևիննամիսկ եւ ուրեմն Կրասնոդար։ Ճանապարհը Պիտիգորսկից անցնում է Նևիննամիսկով, Արմավիր, Տիխարեցկ եւ այլն ելնում է վերև, բայց այդ ճամփեքը մինչև ռուս-ուկրաինական պատերազմը վերջնականապես չավարտվի, պատժամիջոցները չսկսեն մեղմանալ Ռուսաստանի նկատմամբ, այդ ճանապարհը հյուսիսային ճանապարհը չի գործելու, ոչ ոք խելագար չէ։ Հարավում Իրանն էլ գնում հասնում է մինչև Հնդկական օվկիանոս։ Ինչ մնաց է սարանքը, տրամաբանորեն քարտեզ պետք չէ այստեղ շատ հասկանալու համար։ Մնաց է 3 երկիրը՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, իրենց բոլոր խնդիրները ներառյալ։ Մերցի զրույցը նա նշել է, որ երկու առաջնորդները մտքեր են, ավելի ճիշտ Փաշինյանը եւ Մերցը, մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Ուկրաինայի հակամարտության եւ Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության վերաբերյալ։ Գերմանիայի կանցլերը կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներում եւ ընդգծել դրա կարեւորությունը տարածաշրջանային կայունության համար։ Այս հաղորդագրությունները եւ գերմանացիք եւ մերոնք են հրապարակել։ Այս առումով երկու կողմերն էլ նշել են ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի կապերն ընդլայնելու ներուժը։ Համանման այս որակի զրույցներ են եղել նաեւ իհարկե Ադրբեջանի հետ։ Տեսնենք սա ուր կարող է գնալ զարգանալ։ Ալիևը վերջին օրերին առիթապատ չի թողնում շեշտելու համար, որ իր տարածքով անցնող բեռները գալիս են Հայաստան եւ Ադրբեջանը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մեջ ինչ որ մի դերակատարություն ունի։ Այստեղ իհարկե հարցեր եւ տարբեր կան, թե արժե որ Հայաստանը բենզին ու բան է գնում, Ադրբեջանը դրանից հարստանում է եւ այլն, ինձ համար կարեւոր է որ Հայաստանը վառելիքային կամ որևէ այլ կախման մեջ չընկնի որևէ մեկ աղբյուրից, Ադրբեջանը կլինի թե Ֆրանսիան կլինի։ Այսինքն բազմազանացում է պետք բոլոր տեսակի հնարավոր այս ուրեմն ներկրումների, մատակարարումների դեպքում Ռուսաստանից էլ պետք է ներկրը ինչ որ հնարավոր է, մենակ վառելիքը նկատի չունեմ, Իրանից է, ուրիշ երկրներից է, որտեղից էժան է, որտեղից հարմար է, ահա այսպես։ Գանք, արյուծը, այ մարդ, այս արյուծը, ֆակտորը, հարցում է ուղարկել Factor TV-ին, մեր գործընկերները հարցում են ուղարկել Երևանի քաղաքապետարան, թե այդ արյուծի հերձման արձանագրությունը կտակ, արյուծ էր, եթե չեմ սխալվում, քնեցրել էին, տարել էին այնտեղ, չէր արթնացել այդ հարիվը, վերջը լուր տարածեցին, որ ծեր է եղել, հիվանդ է եղել, ատամները թափած են եղել եւ այլն, հեղուկ է եղել որովայնի մեջ, հազար ու մի բաներ գրեցին, որ այդ արթնանալու բան չէր, էլի, լավ է որ չի արթնացել, մոտարապես էս էր, էլի, հասկացվում այդ քաղաքապետարանի հաղորդումը։ Ինչ էին տարել պարոն Ծառուկյանի կալվածքից, 304 վագր, 9 կոգորտիլոս, որոնցից մեկը ադամ էր գցել, 13 կարապ,
կենթանաբանական այգի տեղափոխված մնացած բոլոր կենթանիները բավարար վիճակում են, պայմաններում են պատշաճ հսկողության ու խնամքի ներքո։ Քաղաքապետարանի պատասխանն է եղել, էլի, հա։ Բայց ինչ է պատասխանել, ասել է, որ իրավասություն չունեն տրամադրել կամ հրապարակել ակտը, քանի որ քննություն է ընթանում։ Ինչու է որոշվել բարձր ռիսկայնության դիմել եւ այլն եւ այլն։ Սա հարցի մի կողմն է։ Հիմա ես ուզում եմ այս հարցմանը չպատասխանելու ըստ էության մերժելու իրավական կողմին անդրադառնալ, որտեղ թույլ տվեք ասել, որ ես ինձ մասնագետ եմ համարում։ Իշխանությունները, այս դեպքում Երևանի համայնքապետարանը, տիրապետում է տեղեկությունների, դրանք փաստաթղթեր են, լուսանկարներ են, գծագրեր են, եզրակացություններ են, քարտեզներ են, то եսիմ ինչ է, թղթով են, համակարգչի մեջ են, եսիմ շարած են։ Դրանք տնօրինում է Ավինյանը, օրենքով է այդպես։ Այդ տեղեկությունների մի մասը կարող է պարունակել գաղտնիքներ, ծառայողական գաղտնիք, եսիմ Երևան է պետական գաղտնիքներ կարող են լինել այդ տեղեկությունների մեջ, անձնական տվյալներ կարող են լինել, հա, այսինչ աշխատողի ծննդյան տվյալները կամ հեռախոսի համարը, հա, առևտրային գաղտնիք կարող է լինել, հետաքննության գաղտնիքներ չունի, իհարկե, սա քրեական գործ չէ, հա, հրաժարվել էին քրեական գործ հարուցել։ Այն մնացած մասը, մեծ մասը, ավականու որոշումներ, հազարումի տոննաներով փաստաթղթեր, ժողովուրդ, որ տնեն, հաշվեն, գումարեն վարչական կենտրոնների, գրասենյակների բաները, կարող է մի քանի վագոն փաստաթուղթ լինի։ Պաշտոնյան, պետական, համայնքային եւ այլն։ Երբ տեղեկության հարցում է ստանում, իր իրավաբանը իրավաբանների, իսկ պարոն Ավինյանը իրավաբաններ ունի, իրավախորհրդատուներ ունի, իրավաբանական վարչություն կա, իրենք նայում են փաստաթղթերի մեջ, այս հարցված տեղեկությունը օրենքով սահմանված գաղտնիք է, թե ոչ։ Եթե գաղտնիք է, պետք է այնտեղ հիմքեր ներևան, էլի, թե ինչի է գաղտնիք։ Ասենք թե կներեք, Երևանում ինչ-որ միտեղ հակաօդային պաշտպանության զենիտահրթիռային համակարգ է դրած, որի տեղը գիտե պաշտպանության նախարարությունը եւ տեղը գիտե քաղաքապետարանը, որը տարածք է հատկացրել, ասենք թե օրինակի համար եմ ասում։ Եթե որևէ մեկը հարցնում է այդ տվյալը, համայնքապետը հղում է անում տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածին եւ ասում է, այդ տեղեկությունը չենք կարող ձեզ տրամադրել, որովհետեւ դրա մեջ օրենքի 8-րդ հոդվածի այսինչ կետով այդ նորմա թվարկածը ստեպքերն են, էլի, անձնական գաղտնիք, ծառայողական գաղտնիք, то չգիտեմ, պետական գաղտնիք եւ այլն։ Այսինչ կետով դա գաղտնիք է, գնա դատարան, ախպեր։ Գնա, չեմ տալիս։ Չեմ տա, ոչ թե չեմ ուզում, չեմ տալիս։ Իրավունք չունեմ տա, որ տամ ինձ կտատեն, էս է, էլի տրամաբանությունը։ Եվ այդպես շարունակ, հա։ Հիմա այս տեղեկությունը կա արձանագրություն, տեսեք ինքը ասում է իրավասություն չունեն տրամադրել ակտը, այսինքն ակտ կա, ակտ, արձանագրություն, փաստաթուղթ կա, որի մեջ գրած է թե այդ հարիվը ինչի չի արթնացել։ Որտեղից են իմացել թե ինչի չի արթնացել, հերձում են արել, որի մասին իրենք լուր են տարածել, էլի։ Լուր են տարածել, որ այս հիվանդը ինչա, արյուծը էս, խնդիրներն ունեցող չորքոտանի կենթանի է, սիրուն կենթանի է, լավն է, ինչ է, հզոր է, թակավոր է, էսեն է, բայց թե հիվանդ է եղել, էլի, ով հիվանդություն չունի, թող առաջինը ձեռք բարձրացնի, ասացի ու հիշեցի հերութանից տեղից, առողջապահության ապահովագրման մեխանիզմից Հայաստանում կարող եք գուշակել, քանի հոգի է օգտվել։ Փորձեք պատկերացնել, հա, ասենք հունվարի 1-ից գործում է 7 ամիս չկա, էլի, քանի հոգի օգտված կլինի առողջապահության ապահովագրության ծրագրից, պետական ծրագրից, համավճարով կամ առանց համավճարի։ Այսօրվա լուրերի մեջ ես տեսա, լրահոսի մեջ չեմ հիշում ով էր հաղորդողը, 1.8 միլիոն հոգի։ Հայաստանի բնակչության 60%-ը կարիք է ունեցել օգտվելու առողջապահության ապահովագրման ծրագրից։ Շատ հետաքրքիր է այս ցուցանիշը օրինակ հարևան երկրներում ինչպիսին կլիներ, եթե նույնպիսի ռեժիմ լիներ, տարբեր երկրներում տարբեր է, էլի, հա։ Ուզբեկստանում ինչպիսին է, Ռուսաստանում ինչպիսին կլիներ։ Արդյոք ժողովրդի 60%-ը առաջին 7 ամսում կօգտվեր այդ ծրագրի, կներեք, հիվանդացության մակարդակը, հա, կուտակված հիվանդությունների ծավալը Հայաստանում դու մի ասա այդքան մեծ է։ Կան հիվանդություններ, որտեղ Հայաստանը չեմպիոն է իհարկե։
բանը չփոփոխեմ էլի ձեր նյարդերը ճիշտն ասած, հա, երևի լիքը մարդ իսկապես ահագին ժամանակ փող չի ունեցել եւ այս հնարավորության բերումով վերջապես գիտենք այդ բայց որ կդիմեին 60%-ը 1.800.000 մարդ մտքովս չէր անցել ժողովուրդ ջան, չգիտեմ ինչ եք մտածում սրա հետ կապված, հա Չենք կենտրոնացել առյուծի վրա, հարգելի Ամստերդամ, բանն այն է, որ առյուծի վրա չենք կենտրոնացել, եղբայր, ուշադրություն դարձրեք, բացարձակ առյուծի վրա չենք կենտրոնացել, կենտրոնացել ենք համայնքապետարանի օրինախախտման վրա, ոչ թե առյուծին քնեցնելու եւ ուրեմն անհաջող կերպով կենթանաբանական այգի տանելու վրա ենք կենտրոնացել, այլ որ օրենքով հասանելիք տեղեկության վրա նստել են, թուղթը տրել են տագները նստել են վրեն Եվ լրատվամիջոցին չեն տրամադրում հանրային նշանակության փաստաթուղթը։ Ու սա առաջին դեպքը չէ, ու սա միակ դեպքը չէ։ Տարբերությունը պատկերացրեցիք, հա։ Երևի պատկերացրեցիք խոսքը ինչի մասին է։ Լրատվամիջոցը դիմում է համայնքապետարանին, ասում է, «Էս ինչ փաստաթուղթը տուր ինձ խնդրում եմ»։ Հայաստանում կա տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունք, տեղեկություններ ստանալու, տարածելու իրավունք, ցանկացած մեկը լրատվամիջոց մարդ, ես, դուք իրավունք ունենք դիմելու հանրային նշանակության տեղեկությունը ստանալու։ Հա, օրենք կա դրա մասին, մենակ սահմանադրությունը չէ։ Օրենքը կարգավորում է այդ մեխանիզմը եւ տնօրինող պաշտոնյան պարտավոր է տրամադրել տեղեկությունը, եթե դրանում օրենքով սահմանված գաղտնիք չկա։ Առյուծի հերձման ակտը իր մեջ օրենքով սահմանված գաղտնիք չունի։ Չկա ծառայողական գաղտնիք, չկա պետական գաղտնիք, չկա առևտրային գաղտնիք, չկա անձնական գաղտնիք, առյուծի հարազատները իրականում չեն բողոքել։ Չեն ասել, մեր առյուծի հերձման փաստաթուղթ ինչի է տալիս ուրիշ մարդու։ Հասկացանք, չէ՞ ինչի մասին ենք խոսում։ Հույս ունեմ, որ պարզ դարձավ, հա, նրանց համար, ովքեր գուցե չէին պատկերացնում։ Ես չգիտեմ Factor TV-ն ինչպես կարձագանքի էս ծանր դեպքին, հա, բայց դատի տալու գործ է կամ վերջապես երկրորդ հարցումը ուղարկել ու բացատրել, որ դուք խախտում եք տեղեկատվության ազատության մասին օրենքը, խելքերդ գլուխներդ հավաքեք, այդ տեղեկությունը համայնքապետարանի որևէ պաշտոնյա իր տնից չի բերել, դա հանրային սեփականություն է։ Ինչպես Երևանի կենթանաբանական այգին հանրային սեփականություն է, մասնավոր չէ։ Պարոն Ավինյանինը չէ, էլի այդ տեղեկությունը։ Հասկացանք, հա, ժողովուրդ ջան, ահա այսպես։ Հաջորդը։ Չորս օր անց այն բանից, երբ Ուկրաինան ծանր հարվածներ հասցրեց Վայլդբերիզի երկու տերմինալներին, հիմա ինչու ենք կենտրոնանում էլի տերմինալների վրա, այսինքն ինչի վրա կենտրոնանում ենք, մի հատ պատճառ կա այդտեղ էլի, հա։ Վառես թափեց այդ երկու տերմինալները, այսօր նոր ոնց որ թե հանգցրել են, այդտեղ հանգցնելու բան չկա, ինքն իրան վառել պրծել է, հա։ Տարբեր տվյալներով 20,000 մարդ տուժել է, այն ժամանակ 7 զոհ, հա, 4 օր առաջ 40-ից ավելի վիրավոր եւ այլն։ Իհարկե Ուկրաինան ասում է, որ սա պատասխանեց էս նախ իհարկե Նովայա Պոչտայի հրթիռակոծման ոչնչացման երեք չառաջորնել Սումիի հրթիռակոծման համար մի խոսքով մի կաթիլ մեղրն է, մեկը մյուսին է խփում, դեղից են խփում եւ սա շարունակվելու է այնքան, ինչքան ասեք, էլի։ Ըստ երևույթի մինչև Վալոդիկի խաղից դուրս գալը, կամ շարքից կհանեն, կամ շարքից դուրս կգա, իսկ մինչ այդ Վալոդիկը անելու է ցերից եկած ամեն ինչ։ Վերջի մայկատրուսի ծախելու է, որպեսզի զենք զինամթերք սարքի, այդ պատերազմը շարունակի իր էգոյի խաթեր, իր եսի խաթեր։ Ակնհայտ է, որ այս պատերազմում էական փոփոխություններ չկան, չեն լինելու, չհաշված են, որ վերջին մի քանի ամսում Ուկրաինան գեշ տալիս ճնջխում է ռուսական ենթակառուցվածքները, այնտեղի ինչ անում են, բան դուրս չի գալիս։ Վերջին ճարը տարբեր ենթադրություններով կարող է լինել միջուկային հարվածը, ինչ որ փոքր միջուկային, հա, տակտիկական են ասում, հարվածը Ռուսաստանի կողմից դրանից բխած հետևանքներով։ Անցած հաղորդման ժամանակ մի քիչ ես անդրադարձա դրան, չգիտեմ դա տեղի կունենա թե ոչ, բայց որ Վալոդիկից ամեն ինչ սպասելի է 100%։ Այսօր գիշերը խփել է եւս երկու տերմինալների, մեկը Կրասնոդարում,
որտեղ բազմաթիվ ազգային էթնիկական փոքրամասնություններ են ապրում, նաև հայկական էթնիկական ազգային փոքրամասնություններ են ապրում, եւ Նիվիննամիսկ, մի քիչ դեպի Էսկոմ, Կարաչայա-Չերկեսիա, դեպի մի 400 կիլոմետր դեպի Պիտիգորսկ, հա, կամ Պիտիգորսկից 200 կիլոմետր ենքով, ովքեր անցել են այդ ճամփով գիտեն էլի, հա, այդ երկու խոշոր տերմինալները թվաբանությունը դաժան է իհարկե, ասում են, որ այդ տերմինալներում տարբեր տվյալներով ու դժվար է հիմա ապացուցել 1 միլիարդ, միլիարդ 200 միլիոն, 2 միլիարդից են խոսում, չգիտեմ ճշգրիտ էլի, որն է այսօր առավոտ խոսում էր Կիմ այդ բանի Վայլդբերիզի տիրուհին, որը փորձեց ճանկել Կադիրովը, լուրջ վեճեր էին ընթանում մի տարի առաջ, երկու օլիգարխ իրար էին տալիս, թե ով պիտի ձեռքցի Վայլդբերիզը, բայց Վայլդբերիզը իր բնական մահով ոնց որ թե գնում է բան ահագին մարդ է դուժել, ովքեր այնտեղ ապրանքներ են տվել, այսօր էլ նորից այդ փողոքներն ու դժգոհությունն ու բանը կար, թե այմարտ քաշվեցինք, հա, Վայլդբերիզը գնում է, կամ միջնորդ է ընդհանրապես հավաքում է ապրանքներ արտադրողներից կամ ներկրողներից կամ միջնորդներից եւ իրացնում է իր համացանցային մեխանիզմներով կոնվեյերային սիստեմ, համակարգչային սորտավորման, դասակարգման, փաթեթավորման ծառայություններ ու բնականաբար հասկանում եք, որ այդպիսի լոգիստիկ կենտրոններում թե ովքեր Վայլդբերիզից բան են առել գիտեն, էլի ամեն ինչը բանով է ստվարաթղթե կարտոն է, փաթեթներով է կարտոնից լավ ոչինչ չի վառում, էլի երևի թե բենզինը չհաշված, էլի հա, այդ կարտոնը կբավ մլմլալով կվառի, ինչ ուզում եք արեք, էլի, հա, հակին Այսինքն տեղով ինքը պայթելու մի բան է, ու դա այնպիսի մի ծավալ է, եվրոպական մասում մոտարապես մի 18-20 այդպիսի տերմինալ կա Ռուսաստանի եվրոպական մասում, Ուրալից Էսկոմ, որը շատ դժվար է շատ արագ վերատեղաբաշխել, ունենալ փոքր գործարաններ, արդյունավետ բաներ, լոգիստիկ կենտրոններ եւ այլն, այսինքն շատ մեծ խելք պետք չէ ունենալ կռահելու համար, որ այս գիշեր մի ուրիշ տեղ են խփելու, այն մյուս գիշեր մի ուրիշ տեղ են խփելու ու լրջագույն խնդրեմ էլ կա այստեղ, որ պետական իշխանությունը շատ հաճախ ոչ միայն այս, այլև մնացած դեպքերում ասում է, թե մասնավոր ընկերությունների պաշտպանությունը ես չեմ կարող իրականացնել Վայլդբերիզն ու գործարաններն ու բանկերը, մասնավոր բանկերը չեն կարող իրենց հակաօդային, զենիթային պաշտպանության ուրեմն սպառազինություն առնել, ով է ծախելու, եթե փողել ունենան էլի նույնիսկ, այսինքն բոլոր մասնավոր ընկերությունները խոշոր, որոնք կարող են դառնալ թիրախ, այս դեպքում շատ կոնկրետ թիրախ է էլի, հա, ինչ տարեր ենք խոշորացրել, ժողովուրդ ջան, չգիտեմ ում մասին է խոսքը Հա, այդ համակարգերը չեն կարող առնել հակաօդային պաշտպանության սարք ու սորք, վերջը դա ռազմական սպառազինություն է եւ մի օր կարող է դառնալ եւ ուրիշ ուղղությամբ կրակել, էլի։ Ինչ անեն սրանք, այսինքն մատաղացու ոչխարի նման այս բիզնեսները սпасելու են իրենց ոչնչացման ժամին։ Հիմա ռուսական միջավայրում թևածում է մի ասացվածք, թե հերոստացույցին մանրից սկսում է հաղթել սառնարանը, այսինքն երբ կենցաղային պայմանները, սնունդը, եկամուտները պակասում են, մարդիկ ոնց որ թե սկսում են արագ գիտակցության գալ եւ գլուխներից այդ Սալավյովի, Մարգոյի եւ մյուսների սարկած քամին սկսում է դուրս մղել, էլի, դուրս թռնել, էլի գլխներից, թե ամեն ինչ լավ է, մենք կդիմանանք, мы можем повторить, движуха է մեզ պետք Պուտինի նման մարտահրավերը գովում էր դվիժուխան, հա, տարակել, պայթել, սուլոսներ, գնդակների եւ այլն։ Իսկ որ ամեն ինչ չափածեված է հանգիստ է, ասում եմ, մեզ դա դուր չէր գալիս, հա, 2 տարի առաջվա արած հայտարարությունից եմ մեջ բերում։ Facebook-յանի մեջում դրած է, եթե չեք տեսել, կարող եք նայել տեսնել, հա։ Որ տարերն են, ժողովուրդ ջան, ինչն է մեծացել, ասեք։ Չէ, եթե այս տեքստի հետ կապ ունի, ասեք էլի, հա, տեքստերի էլի։ Ինչ է ասում Վալոդիկս այս կապակցությամբ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ վառելիքի շուկայում մեր ունեցած դժվարությունները անշուշտ ժամանակավոր բնույթ են կրում
եւ չեն ազդի ընդհանուր տնտեսական դինամիկայի վրա։ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը մայիսին աճել է համեստ տեմպերով, բայց աճում է, այն գտնվում է դրական գոտում 0.3%-ական։ Եվ ընդհանուր առմամբ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում աճը կազմել է 0.2%։ Եթե այս թվերը նույնիսկ նկարած չեն, ապա շատ խայտառակ ցածր ցուցանիշներ են, էլի։ Հա, Պուտինը շարունակում է մնալ իր դերի մեջ, թե իբր ամեն ինչ վերահսկողության ներքո է, բայց ինքն եք հասկանում, որ եթե ամեն ինչ վերահսկողության ներքո է, չի կարող այն երկիրը, որ ուզում է իր 5 օրում գրավել, օրական 2-3 խոշոր ուրեմն հանգույց պայթեցնել։ Այսօրվանը 2 խոշոր տերմինալ եւ Արմավիրի կողքն է, էլի, Կրասնոդարի եւ բանի արանքում։ Նևիննամիսկի արանքում Արմավիրի նավթավերամշակման գործարանը։ Այդ դիրեկը այսօրվա մեջ են ցխել, լիքը ուրիշ բաներ են արել, բայց դա դիրեկը ամենախոշորն է։ Եկուտ չգիտեմ ինչ են անելու, էլի, հա։ Հա։ Ինչի հաշվին է աճել բեռնատար 172 շարքից հանած նավերի բեռնատար նավեր, հա, կամ նավթատար աճեր, բաներ, նավեր։ Հա։ Ահա այսպես, ժողովուրդ ջան։ Զելենսկին նշել է, որ թիրախները լոգիստիկ կենտրոններն են, որոնք զբաղվում են ռուսական բանակին անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների նավիգացիոն սարքավորումներով մատակարարմամբ։ Բազմաթիվ սկրինշոտեր կան Wildberries-ից, հիմա չգիտեմ կայքում կամ պահպանվել են թե ոչ, որ իսկապես ռազմական նշանակության սարքուսուրքի մասեր, զրահապաճկոններից սկսած, վերջացրած, ուրեմն տրոնների մասեր, օպտիկական թելիկներ եւ այլն, FPV տրոնների համար։ Այո, ասում է, որ այս տերմինալները, ավելի ճիշտ այս ցանցը զբաղվել է դրանց վաճառքով։ Մենք Զելենսկին ասում էլի, զբաղվում ենք մեր հերահար սանկցիաներով, պատժամիջոցներով։ Իր տրոնները, հրթիռները համարում է հերահար պատժամիջոցներ եւ ակնհայտ է, որ հսկայական հակաօդային պաշտպանության համակարգեր ասում են, որ արդեն 4 օղակ Մոսկվայում կենտրոնից սկսած մինչև Մկադը 4 օղակով շենքերի վրա դրած եւ այլն կենտրոնը, այսպես ասած, պաշտպանական միջնաբերդ են սարքել, հա, որտեղից ինչ հնարավոր եղել է հակաօդային պաշտպանության սարքուսուրք են, էլի բերել, ամեն մեկը պանցերը, եթե չեմ սխալվում, $20 միլիոն քաշ ունի։ Եվ ուկրաինացիք էլ հետևողականորեն ոչ միայն ոչնչացնում են այս լոգիստիկ հանգույցները, այլև հակաօդային պաշտպանության հնարավոր միավորները։ Դաժան պատերազմ է, հա, շատ ծանր կորուստներով, մարդկային, նյութական եւ այլն, այնպես որ Պուտինը շարունակում է իր էշը քշել, բայց եւ վաղը հանդիպում կա Լավրովի ու Ռուբիոյի հանդիպումը Ֆիլիպիններում, Մանիլայում, թե ինչի այնտեղ չհասկացա, ճիշտն ասած, գործ ունեն երևի։ Երկուսն էլ այնտեղ բանակցելու են։ Պուտինը երկար ժամանակ բոլորի ականջներից լապշա էր կախում, թե Անկորիջում պայմանավորվածություններ են ձեռք բերել Ալյասկայում, երբ Թրամփին հանդիպեց, ու այդ ամբողջը կիսատ մնաց, այդ հանդիպումը ամբողջական ուրեմն տեղի չունեցավ, անավարտ մնաց, իբր թե այնտեղ պայմանավորվածություններ են եղել։ Միացյալ Նահանգները լրեց ամեն անգամ հաղորդվում էր, որ Պուտինն ասել է, թե կամ Լավրովը ասել է Անկորիջի պայմանավորվածությունները Դագավարյոն նստի։ Վերջապես Ամերիկան հայտարարեց, որ այնտեղ ոչ մի պայմանավորվածություն չի եղել, զանազան առաջարկներ են հնչել, բայց պայմանավորվածություն չի եղել։ Ինչ պայմանավորվածություն։ Առանց Ուկրաինայի անհնար է նման բան պայմանավորվել։ Ուղղակի ամբողջ ընթացքում Մոսկվան Վաշինգտոնի գլուխն է լվացել, թե էս է հաղթում ենք, քիչ մնաց, եկուց կվերցնենք, եկուց գրավենք, բան կանենք։ Բարբերաբար փորձել է կոշտացնել դիրքորոշումը։ Սկզբում ասում էր 4 մարզերը պիտի Ուկրաինան ճանաչի որպես Ռուսաստանի մաս, հետո սկսեց նահանջել Դոնբասն է պահանջում Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերը։ Լուգանսկից 1%-ն է դեռ որ չի գրավել, ու Դոնեցկից 20-25 թե 30%-ի չափ տարածք, հա, ետ քաշի զորքերը, Ուկրաինան էլ ասում է առհատ է ետ կքաշեմ։
Այն օրը 6 գյուղեր ետ գրավել, երեկվա լուրերով մի 10 կիլոմետր ճեղքել էր պաշտպանական գիծը, սկսել էր ինչ-որ տարածքներ ազատագրել, մի խոսքով ռազմաճակատը ընդհանուր առմամբ, ընդհանուր հաշվով, ընդհանուր պատկերով մնում է նույնը, որևէ շոշափելի տեղաշարժ չկա։ Շոշափելի տեղաշարժը այն է, որ ուկրաինացիները խփում են մինչև 1000-1500 կիլոմետր խորությամբ Ռուսաստանի տարածքում, ոչնչացնում են այդ գործարանները, ճանապարհների ներևացող այդ, չգիտեմ, բենզատարները, առավելևս Ղրիմի կողքու բոլորից Ղրիմ մտնել փորձող բոլոր հնարավոր տեխնիկան նավերի քոկը տվեց, բեռնատարները ճանապարհներին տրաքցնում է, ամենտեղ դրոններ ու չգիտեմ ինչեր, եւ վերջինս հա այդ կապված ասեմ եւ սա ավարտեմ Զելենսկին, եթե հիշում եք, մի 3 շաբաթ առաջ ասել էր 40-օրյա ծրագիր են գործարկում, հա, եւ 3 նորից մի լուր եղավ, որ մինչեւ օգոստոսի 1-ն է ժամանակ մնում, ովքեր քաղաքացիական բնակչությանն է դիմում Ղրիմի, ովքեր 14 թվականից հետո Ղրիմի օկուպացիայից հետո մուտք է գործել եւ ապրում է, գտնվում է, չգիտեմ, հա, Ղրիմում մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակ ունի Կերչի կամրջով լքելու Ղրիմը։ Այնտեղ տարբեր տվյալներով տարբեր հերթեր են, տարբեր երկարությամբ հերթեր են, բենզին չարել, թողնել ուրեմն Ղրիմից հեռանալ, ահա այսպիսի կոչ է հնչել, վերջնագրի է նման, բայց բոլորովին չի բացառվում, որ ամսի օգոստոսի 1-ին կամ օգոստոսի 1 է հայտարարել գուցե հուլիսի 30-ին այդ Ղրիմի կամուրջը վերջնական հիմնահատակ կկործանեն ու Ղրիմը կդառնա իսկապես ինչպես ասում են եւ հնում էին ասում առանց բռնակի ճամպրուկ, հա, չամադան без ручки, այս ասացվածքը շատ է տարածված վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարբերաբար ասվում է, չգիտես ինչ անես, ինչպես վերցնես, ինչպես պաշտպանես, ուր տնես, գրավելը մի բան է, պահելը մի բան, հա, ահա այս անեքսիայի տխուր վերջաբանը ոնց որ թե մոտենում է գոնե Ղրիմի մասով։ Այն մնացած տեղերը տարբեր փորձագետներ, տնտեսագետներ, որ խոսում են, բացատրում են, ասում են, եթե հենց հիմա նույնիսկ պատերազմը դադարի, բոլոր պատժամիջոցները հանեն, 5 տարի հազիվ պետք լինի, որ այդ բանը նվազագույնը, հա, նավթավերամշակման գործարանները վերագործարկվեն եւ սկսեն աշխատել։ Պրիգոժինը գրավում է Բախմուտ քաղաքը 23 թվին, այսօր Բախմուտից 23 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոնստանտինովկա քաղաքի համար են գրում 3 տարի 2 ամսում 23 կիլոմետր առաջ են գնացել, ուրիշ թվաբանություն էլ կար, գրված էր, որ մի տարվա ընթացքում գրավել են Ուկրաինայի 1%-ը։ Այս տեմպով երևի, չգիտեմ, 70 տարի պետք է էլի, հա, 75-6 տարի ահա այդպես, Նիկոլի վրա չգցեն, չէ, Նիկոլը արձագուրդ է եւ այլն։ Հովազի աչքերին նայելու դեպքում դառնում են Հովազի զոհը։ Վերջում Վալոդիկը Չաուշեսկու ճակատագրին է արժանանալու, հարգելի Համլետ, կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը կամ ռուսական կայսրությունը ուրիշ լուծումներ ունի պատմականորեն։ Հա, քաշելու են մի կողքի սենյակ, ասեն ախպեր արի գնա կամ քեզ ղրգելու ենք միտեղ, ուրիշ մեկը բարեհաջող դառնալու է Ռուսաստանի ցար, գուցե թե դա իրադարձային առիթ կլինի, որպեսզի հայտարարվի, որ լավ թարգը տալիս ենք, բան, կփորձեն պահել իրենց գրաված տարածքները դրանից բխած հետևանքներով, էլի, այնպես շատ ակնհայտ Չաուշեսկու Ռումինիայի պատմությունը հազիվ թե տեղի ունենա, էլի կայսրությունը այնուամենայնիվ ուրիշ կենթանի է, էլի, այդպես հեշտ չէ պատկերացնել։ Ահա այսպես ժողովուրդ ջան։ Հա։ Իհարկե հարց ունեի նաև, թե Trip+ Enterprise Կոնստանտին Սակալովը նշանակվել է ամերիկյան Trip+-ի ածանցյալ ընկերությունն է, ինչպես գիտեք, հա, ֆոնդի ղեկավար, որը պատրաստվում է $201 միլիոն ներդնել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, լուր տարածվեց, ահագին ահարգու տարածվեց, որ ծնունդով ռուսաստանցի է պահման։ Ես ճիշտ ասած չեմ կարծում, թե ռուսաստանցի լինելուց սարսափել է պետք։ Հա, լիքը մարդ կա ծնունդով ռուսաստանցի է, ինչ անենք։ Դոնալդ Թրամփին աջակցել է այս մարդը $11 միլիոն նախընտրական արշավին կամ քաղաքական արշավին է դրել։ Հետքը